արտագաղթ, պարտություն, անվստահություն, վախ, անարդարություն, Արցախը Հայաստան է եւ վեր։ սուտ։ Պետությունը պետք է ունենա օրենք, կարգ, արժանապատվություն։ Եթե ուզում ես փոխել պետությունը, պետք է ընտրես դոկ կուսակցությունը։ Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Ռոլանդ Պողոսյանը, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության падգամավորի թեկնածու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք այն մարդն եք, այն կերպարն եք, ով տիրապետում է կենդանիների, այսպես ասած, լեզվին, կարողանում է նրանց հետ շփվել եւ կխնդրեմ այսօր ինձ հետ եւ մեր հետևորդների հետ կիսվել ձեր գիտելիքներով։ Մեծ սիրով։ Հայաստանում թափառող կենդանիների թվի աճի հիմնական պատճառները ըստ ձեզ որոնք են եւ ինչպես պետք է լուծել խնդիրը առանց դաժան մեթոդների կիրառման։ Բնականաբար առանց դաժան մեթոդների կիրառմամբ առաջին եւ մեծ խնդիրը նա է, որ չունենք վերահսկողություն բուծողների վրա եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքի արդյունքում, այսինքն դաշտում կան մի մեծ բանակ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ եւ իրենց պատճառով թվականակը, գլխականակը կենդանիների շատանում է։ Լուծումը միայն եւ միանշանակ կայանում է մասսայական ստերջացման մեջ։ Միմիայն փորձը ցույց է տվել քաղաքակիրթ բոլոր պետությունների եւ քաղաքակիրթ աշխարհի միակ ճիշտ մոտեցումը դա է։ Իսկ ինձ մի հարց է հետաքրքրում։ Նայեք, լինում են դեպքեր, երբ օրինակ մարդը իր համար հանգիստ իր այգում կամ թեկուզ բակում կանգնած է լինում, թափառող շները գալիս, հարձակվում են իր վրա, կծում են, վնաս են պատճառում։ Այս պարագայում ինչ պետք է անել։ Մեծամասամբ նման օրինակ իրավիճակներում հայտնվում են մարդիկ, որոնք մեղավոր չեն, որ շները, այսպես ասած, ապրում են այդ ագրեսիվ հոգեվիճակը, դա մեր միջավայրի էներգետիկան է, այսինքն մեր միջավայրը ինչ տալիս է բնությանը, նա էլ հետ է ստանում։ Միանշանակ ես որպես շների, անտուն կենդանիների փաստաբան այս պահին հանդես կգամ եւ կասեմ, որ դրանում շները ոչ մի մեղք չունեն։ Դա ուղղակի այն պատասխանն է, որը որ իրանք ստանում են։ Ցավոք սրտի մեծ ծավալի աշխատանք է պետք տանել դրա համար, որոշակի մեր հասարակությանը ինֆորմացիա տալու, կրթելու, խոսելու, բացատրելու եւ այլնի, որը չի արվել անկախ Հայաստանի այս 35 տարիների ընթացքում։ Ցավոք սրտի մեծագույն խնդիր ոչ պակաս, քան հարկային փոփոխությունները, մաքսային փոփոխությունները, չգիտեմ, նպաստներ եւ այլն, էկոհամակարգը մենք բոլորս ոնց որ ասում են բնության ծնունդ ենք, հա, բնությունից եկած ենք եւ այս պահին ունենք մի մեծ խնդիր, արհամարում եւ անտեսում ենք բնության օրենքները եւ շատ սխալ վերաբերմունք ենք տածում դեպի բնությունը։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ շների հանդեպ բացասական վերաբերմունք, երբ որ մարդը տածում է, շունը նույնպես ուղղակի ուրիշների վրա է բացասական էներգիան թափում այսպես։ Իհարկե, որովհետև մեր տեսակը, այդ կենդանատեսակը, եթե բնությունից վերցնենք, մենք էլ մարդ կենդանատեսակն ենք, այսինքն այդ երկոտանի, հա, այդ երկոտանի տեսակից արդեն տեսնում է վտանգ, իսկ բնության մեջ միմիայն կոնֆլիկտի գնում են վտանգ տեսնելուց։ Ինչ պետական քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի յուրաքանչյուր ընտանի կենդանի ունենա հաշվառում, չիպավորում եւ պատասխանատու տեր։ Օրենքների կիրառում, բազում օրենքների կիրառում, օրինակներ կբերեք եւ օրենքի դիկտատուրա։ Օրինակներ, այսինքն ինչպիսի օրենքներ պետք է կիրառել։ Դե էլի հետ գանք բուծողներից, օրենքներ պետք է լինեն
մեքենա վարելու պես մոտավորապես եթե համեմատությունը անցկացնենք մոտավորապես մեքենա վարելու պես մի գործընթաց է դա ուսում ստանալ, շփվել, ի վերջո տեսնել կարողանում են համակերպվեն մի կենցաղում միմյանց հետ ունենալ, ասենք, հանգիստ բալանսավորված կյանք, թե ոչ։ Դա շատ կարևոր է։ Մեզ մոտ փակ աչքերով այդ ամենը կատարվում է։ Չգիտես որտեղից գնում են, չգիտես որտեղ սպասարկվում են, հարևանների խորհրդով խնամում են, քեռիների խորհրդով դաստիարակում են եւ ունենում ենք մի այսպիսի վիճակ, ելի հետ կանք այն հարցին, որ փողոցում ավելանում է շների գլխաքանակը, որովհետեւ շատ-շատերը անպատասխանատու կերպով են վերաբերվում այդ ամենին եւ հանում ուղակի շանը բարեզբուն իմաստով 1000 ներողություն շներ աղբի պես գցում են փողոց։ Իսկ շների կերակուրը այդ ագրեսիվության հետ կապ ունի, որովհետև ես շատ եմ լսել, որ ասում են իմ շունը չէ, այս բանը չի ուտում, սա մի տվեք, այլ սա տվեք։ Շների կերակուրը միս եւ ոսկոր։ Միս եւ ոսկոր ուտող շները մաքսիմալ մոտ են բնության, այսինքն մաքսիմալ իրանց մեջ արթուն է այդ բնության կողմից ներդրված բնազդները։ Ահա որ շատ մեծ, քանի որ մեր միջավայրում այդ բնազդները իրենց հարկավոր չեն, որս անելու եւ այլն, հա, որտեւ իրանք հիմնականում կերակրվում են կամ օգտվում են մեր աղբից, բայց դա էլ ինչ որ չափով փոքրիկ տոկոս որս է համարվում, հա, չնայած որ ինչ որ արագ շարժվող եւ կենթանի ինչ որ մեկին չեն բռնում եւ չեն սպանում, բայց այո, դա կապ ունի ոսկոր ուտող, ոսկոր համտեսող շունը միշտ բնազդներով ավելի մոտ է բնությանը։ Այսինքն այդ բոլոր չպետքական, մեր կենցաղում չպետքական, մեր միջավայրում չպետքական բնազդները իր մոտ սուր են եւ արթուն։ Ինչպես պետք է խստացվի պատասխանատվությունը կենդանիներին փողոց նետելու, խոշտանգելու կամ անտեսելու դեպքերի համար, որովհետև այս վերջերս էլ կարծես թե տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ, որ այդպիսի տեսանյութեր էին հրապարակվել, որ շներին կապած ավտոմեքենայից քարշ են տալիս, շատ դաժան տեսարաններ էին ցույց տալիս։ Դուք ինչ կասեք։ Առաջին հերթին էլի գանք օրենքներին, շատ ուժեղ կայուն օրենքներ, որոնց շրջանցելը հնարավոր չի լինի, մեծ տուգանքներ եւ կալանք միանշանակ, այսինքն շանը վերցնել կապել ավտոմեքենայից քարշ տալ, շանը վերջերս ասելով մի 2-3 տարվա դեպք եմ ասում, շանը խորովել թոների մեջ եւ 1 ժամ հետո նստել, չգիտեմ, տանը սուրճ ըմպել կամ դուրս գալ շփվել, այսինքն դուրս գալ մարդա մեջ, դուք պատկերացնում եք այդ մարդու կերպարը, ինքը միանշանակ պետքա կրի կալանք, որովհետև դա սադիզմի շատ վառ դրսևորում է եւ հետագայում այդ ամենը բերում է արդեն երեխաների մանկապղծություն, դա ըստ հերթականության սկսում են թույլերի վրա ինքնահաստատվել ու հասնում են մեր տեսակին, այսինքն կանխարգելիչ, եթե ուզում եք սադիստը որոշ ժամանակ անց այդ ամենը նույնը չկիրառի, չգիտեմ, հարևանի վրա, հարևանի երեխայի վրա, փողոցում առհասարակ էական չի, մեծ թե փոքր տարիքով պետք է հենց այդ պահից սկսած կանխարգելվի։ Նայեք, նախկինում թույլատրում էին, որպեսզի փողոցային շներին կամ թեկուզ փողոցային կենդանիներին կրակել, սպանել։ Հիմա կարծես թե դա արգելված է եւ ինչ որ տուգանք է հասնում, երբ որ այդ արարքը թույլ են տալիս իրենց մարդիկ։ Սա ըստ ձեզ դրական թե բացասական ազդեցություն ունի։ Բնականաբար բացասական, որովհետև դա գրագետ ճանապարհ չի, թվականակի դեմ պայքարի ճիշտ լուծում չի։ Երբ որ դու սկսում ես նման կերպ կրճատել գլխաքանակը, բնությունը ամեն ինչ անում է, որ գլխաքանակը շատանա եւ սկսում են ավելի շատ շներ ծնվել։ Պետք է միմիայն ստերջացման ճանապարհը ընտրել եւ վերջ, ասում եմ, իտոչկը, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Ոնց որ ասում են, եթե շատ տղաներ են ծնվում, դա պատերազմի է գնում, չէ, բնությունը այդ ամենը բալանսավորում եւ կարգավորում է։ Ինչ մեխանիզմներով կարելի է համայնքներում ստեղծել ապաստարաններ, ստերջացման եւ պատվաստման արդյունավետ ծրագրեր։ Միմիայն ստերջացման եւ պատվաստման նպատակով ապաստարաններ հարկավոր չեն, որովհետեւ
Դա ֆիզիկապես հնարավոր չի այդքան շուն վերցնել եւ ինչ որ X քառակուսու մեջ տեղավորել, այդքան մարդկային ռեսուրս, մասնագետներ, կարող են լինել ապաստարաններ հաշմանդամ շների ու շատ ծեր, որոնք ուղակի շանս չունեն փողոցում գոյատևելու եւ այդ վերջի կես տարին, 1 տարին, որը որ պետք է օրինակ իրանք ապրեն, ապրեն, այդ իրենց խոր ծերությունը գոնե մի փոքր վայելեն այդքան դժվար ճանապարհ եւ կյանք անցնելուց հետո։ Այսօր սարքեր են կան արդեն, որ երբ որ շունը փորձում է հարձակվել քո վրա, տոկ է, հա, իրան տոկ է տալիս շներին եւ տոկից շունը հեռանում է արդեն։ Դա ձայնն է։ Դու ֆիզիկապես չես կարող կպնել, չես կպնում, որովհետեւ մարդը չի, այսինքն ռիսկ չի անի գնա այդ քայլին, որ ինքը հարձակվի, այսինքն այդ հակահարձակումը չի լինի, իրանք այդ ձայնից են ուղակի վախենում։ Իսկ դրան ինչպես եք վերաբերում այդ սարքավորմանը։ Եթե ֆիզիկապես չդիպչեն նորմալ ձայնի առումով գերազանց է, եթե աշխատում է որպես ինքնապաշտպանություն, ես մարդկանց դեմ չեմ, որ ինձ ճիշտ հասկանան, իհարկե դեպքեր լինում են, ես էլ եմ մարդ, ինձ հետ էլ է պատահ է, ինչ որ կերպ պետք է պաշտպանվել, բայց ոչ անձնական դա ընդունելով եւ ոչ դաժան ձևով։ Օրինակ ձեր կյանքում եղել է այդպիսի դեպք, երբ որ շունը ձեր վրա հարձակվի կամ թեկուզ կծի եւ օրինակ կբերեք ինչպես է։ Իմ ամբողջ մանկությունը, իմ շան պատմությունը եկել է դրանից։ Ես 5 թե 6 տարեկան էի, իմ այս ձախ ոտքիս վրա ամբողջը սպիեր են, միջև հիմա մնացած, այո, մեր հարևանի շունը Ռոյանոնով շատ սիրուն գերմանական հովաշուն ինձ կծեց։ Մի կերպ ոնց որ ասում են մազապուրց եղա ու հետո այդ դեպքից հետո իմ երազանքը դառավ, որ ես պետք է ունենամ նման շուն եւ անունը Ռոյ եւ այդպես էլ ստացվեց, այնա տունը քնած է ծերուկս։ Այսինքն իմ վրա դա այդպեսի նսված տվեց, դա առաջի դեպքը չի, վերջինը չի, բազմաթիվ վնասվածքներ եւ այլն, բայց ես մնացել եմ անկոտրուն եւ իմ սերը, իմ հարգանքը դեպի այդ աշխարհ չի պակասել, միմիայն ավելացել է։ Բայց շատերի մոտ, օրինակ, ձեր դեպքը եթե կրկնվեր, շատերը կվախենային այդ մանկությունից եկած դեպքերից հետո, օրինակ, մարդիկ վախենում են, ասում են, չէ, ինձ փոքր ժամանակ շունը կծել է, դրա համար ես վախենում եմ։ Ես համառորեն սկսեցի այդ աշխարհի հետ էլ ավելի սերտ շփվել, որպեսզի ավելի լավ հասկանամ իրանց։ Միայն դա բերեց այն իրավիճակին, որ ես այսօր կարողանում եմ երկու տարբեր տեսակների համատեղ կյանքը ապահովել շատ փափուկ եւ բալանսավորված կենցաղով։ Ինչպես է գնահատում այսօր գործող կենդանաբուժական վերահսկողությունը եւ ինչ ռեֆորմներ են անհրաժեշտ մարդկանց ու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար։ Կարծես թե այս վերջից մի քիչ մենք խոսեցինք նոր եւ կենդանաբուժական վերահսկողությունը։ Շատ լավ, ասեմ շատ դրական վերաբերմունք ունեմ, կարծիքս շատ լավն է, որովհետեւ վերջի տարիներին ոչ միայն միջին եւ բարձր տարիքի, հա, կենդանաբուժները, այլևս նոր եկող սերունդը շատ լուսավոր էներգետիկայով, ոնց որ ասում են, շատ մեծ սիրով ոչ միայն իրանց ռեսուրսը տրամադրում են, ոնց որ ասում են, ֆինանսի դիմաց, այլև անտուն կենդանիներին օգնելու, բազում խնդիրներ լուծելու համար, հենց որ ոնց որ ասում են, սնիմаю շլյապу շատ բոլոր կենդանասերների անունից խորին եւ մեծ շնորհակալությունս, որտեվ իրանք շատ մեծ գործ են անում գիշեր թե ցերեկ 24/7 ռեժիմով յուրաքանչյուրը թեկուզ մի փոքր լումա ներդնելով, բայց որոշակի աշխատանքներ տանում են եւ փրկվում են կյանքեր։ Ինչ կրթական եւ հանրային քարոզչական ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի հասարակության մեջ ձևավորվի կենդանիների նկատմամբ պատասխանատու եւ մարդասիրական վերաբերմունք։ Սկիզբը արմատները այդ ամեն ինչի գալիս է մեր յուրաքանչյուրի տնից, մանկապարտեզ, դպրոց։ Տնից ծնողների կողմից դա պետք է պարտադիր արվի, այսինքն շփում բնության հետ, չէ, չգիտեմ, բացատրում են արևը, խոտը եւ այլն, այդ շարքերում պետք է հայտնվեն, չգիտեմ, գառնուկը, շունիկը, նապաստակը, այդ ամենը պետք է գա մանկապարտեզ, այդ ծրագրերը, հետո մի քիչ ավելի մեծ տարիքում հասուն դպրոցից, ավելի կարող է, ասենք, շփումը լինի ֆիզիկապես, չգիտեմ, տարբեր ծրագրեր կարող են լինել, այցելել կաթսարան,
կենթանաբանական այգի չասեմ մի քիչ տխուր է, վանդակի մեջ կենթանիներին տեսնել այսպես ասած, եւ մոտավորապես սխեման այդպեսին է։ Ինչպես մարդը իր ներսում պետք է հաղթահարի վախը։ Վախը շատ են ինձ հարցնում, միջև ջուրը չմտնես, ոնց որ ասում են, միջև չբախվես, չշփվես, այդ բարիերը մնալու է անանցանելի, ցավոք սրտի, միայն շփվելով, նույնիսկ վիզուալ հերվից, օրինակ, կան բազում այգիներ Երևանում, որտեղ ասենք շունիկները խաղում են, վազում են, զբոսնում են, նույնիսկ այդ շփումը կարող է որոշակի բալանսի բերել իրենց այդ զորոյական կետից կամ այդ մինուս եղած կետից բարձրացնել իրենց ներսի ինքնագնահատականը, այո, եւ կամած ժամանակի ընթացքում արդեն ցանկությունդ քեզ կբերի ֆիզիկական շփման եւս։ Ինչպես կարելի է համատեղել քաղաքացիների անվտանգության իրավունքը եւ կենդանիների պաշտպանության սկզբունքները, հատկապես թափառող շղների հետ կապված խնդիրներում։ Դա էլ մի ծրագիր է, որ պետք է շատ լուրջ մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, էլի ամեն ինչ ինֆորմացիայի մեջ է կայանում, ճիշտ ինֆորմացիա տրամադրել մեր հասարակությանը, ինչ դեր ունի շունը մեր հասարակության մեջ եւ համար, ինչ կլինի, եթե չլինի նա, ինչ կլինի, եթե լինի, բայց շատ լինի, ու էլի մոտավորապես նույն մոտեցումը պետք է լինի, ինչ դպրոց մանկապարտեզ, բայց արդեն աշխատել ավելի հասուն, ավելի մեծ կայացած մարդու հետ, բացատրել դերն ու նշանակությունը, ամեն ինչ գալիս է այդ ուսուցողական, այսինքն արմատները այդ ուսուցողական բանի մեջ են կայանում, ոնց որ թեմաների մեջ են կայանում, եւ պետք է մարդը ունենա այնքան համբերություն, հարգանք դեպի այդ ամենը դեպի բնությունը, որ նստի, լսի, հարցեր ունենա, հարցեր տա պատասխանի, ոչ թե ինչ-որ ամբիցիաներից ելնելով, այսպես պիտի լինի եւ վերջ, կամ ինչպես որ սովորենք մենք լսել վերջին 10 տարին, ոնց որ։ Եթե դուք վաղը հնարավորություն ունենաք մշակելու պետական ամբողջական ծրագիր, ապա որ 3 առաջնահերթ քայլերն եք համարելու ամենակարևորը թափառող եւ ընտանի կենդանիների ոլորտում։ Եկեք ասենք անտուն կենդանիների։ Շատ կենդանիների։ գեղեցիկ, փափուկ է։ Առաջինը մասսայական ստերջացում, երկրորդը կոշտ ու կոպիտ ասեմ լավ, կոշտ եւ կոպիտ անանցանելի օրենքներ եւ դրանց կիրառում։ Միայն այդ դեպքում մենք ունենանք այդ ոլորտում հաջողություններ տեսանելի եւ ասեմ ծրագրերը իրականացնելու համար մոտավորապես միջին հաշվարկով 3-ից 5, 5-ից 7 մոտավորապես տարի ժամանակ է հարկավոր, որ այդ ամենը ցանկության դեպքում, ֆինանսի դեպքում ի կատարածվեն։ Ֆինանս հիմա էլ է, ոնց որ ասում են, տրամադրվում, ծախսվում, բայց այդ ամենը արվում է ոչ նպատակ, այսինքն լավ, մնացած արդեն գաղտնիքներ են մասնագիտական չեմ կիսվել։ Եթե օրինակ անտուն կենդանիներին տեսնում ես դրսում, բակում եւ զանգում ես քաղաքապետարանի այդ թեժգից, որպեսզի մասնագետները գան տանեն, որտեվ մարդիկ վախենում են, մարդկանց կծում են, անհարմարություն են պատճառում, այսպես ասեմ։ Եվ մարդիկ մասնագետները այդքան էլ հետևողական չեն լինում, այսինքն գալիս են, մեկին տանում են, 5-ին թողնում են, դա ինչի հետ է կապված։ Ուրեմն սկսենք նրանից, որ դուք շատ ճիշտ նկատեցիք, զանգում են։ Ուրեմն քաղաքապետարանի հողակը չունի, այսպես ասած, հերթապահ մաս, ուր կարելի է օրինակ զանգել, զանգում են ինչ-որ կենտրոն, այդ կենտրոնը իրանց հետ կապ ունի, վերջերս ես զրուցում եմ այդ թեմայով, նույնիսկ ազգային անվտանգության ծառայությունը ունի հերթապահ մաս, մենք հիմա կարող ենք վերցնել հեռախոսը, զանգել եւ այդպես։ Հողակը չունի, ինքը միացած շատ փակ, ինչ-որ NASA-ի մակարդակի տենց բան է դառը, որ հեռու անկարծ միայն գրվելով։ Երկրորդ թեմային անդրադառնանք, պետք է բնակիչները, մարդիկ պետք է հասկանան, որ այդ հոսքը, ներհոսքը միշտ լինելու է, այսինքն
Պողոսին տարան Պետրոսն է գալու այդ տեղը, այսինքն շուն տանելով հարցին լուծում չես տալի։ Մի շունը կարող է մոտավորապես մի քանի կիլոմետր քառակուսի տարածք պահել, օրինակի համար, հա, այսինքն կարող է այդ մի շունը այդ տարածքից հեռացվի, մի 7-8 շուն նոր խմբով գան ու այդ տեղը գրավեն։ Ես դրա մասին եմ ասում, որ պետք է խոսել, բացատրել, այդ կրթել մարդուն այդ փողոցի այդ շերտի հետ կապված, հա, որը ցավոք սրտի չկա։ Իսկ այն միֆերը ճիշտ է, որ օրինակ ասում է շունը զգում է, որ դու վախենում ես։ Դա միֆ չի, իհարկե։ Շունը չի զգում, շունը քեզ կարդում է։ Շունը քո արյան էլեմենտների, քո արտադրած արյան էլեմենտների շնորհիվ հոտով իրանք շատ ուժեղ քիթ ունեն, նույնիսկ վերջի տարիներին օգտագործում էին շներին քաղցկեղի այդ նոր սկսվող վանդակների առաջացման դեմ պայքարին։ Իհարկե շները COVID էին որսում տարբեր օդանավականներ, մասսայական տեղեր, այո, շները մեզ կարդում են մեր արյան էլեմենտների բաղադրության ըստ դրանց։ Իսկ այն, որ ասում են օրինակ, եթե շները գիշերները շատ են սենց ոռնում են, եթե ճիշտ եմ մեր բառը ասում, դա ուրեմն ինչ որ երկրաշարժի կամ պատերազմի նշան է։ Չէ, դա կանչ է միմյանց գտնելու ինչ որ կարա լինի այդ կանչի մեջ տագնապ, կարա ուղակի տենց Գևորգ ջան բաղուրես մոտավորապես այս սցենարի մեջ, հա, ու այդ ես կհասկանամ, բայց սովորական մարդը չի հասկանա։ Նույն հաչոցից, հա, օրինակ կարելի է հասկանալ, դա պանիկա, թե ասենք վստահությունից ինչ որ հաչոց է եւ այլն։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Մեր հանրությանը, մեր հետևորդներին ինչ կասեք, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտամ ընտրել հունիսի 7-ին դոկ կուսակցությանը եւ իմ դեմքով ունենալ բնապահպանի եւ կենթանասերի ձայնը թիվ 1 ամբիոնում։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ռոլանդ Պողոսյանը, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության падգամավորի թեկնածու։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կհանդիպենք։ Արտագաղթ, պարտություն, անվստահություն, վախ, անարդարություն, Արցախը Հայաստան է եւ վեր։ սուտ։ Պետությունը պետք է ունենա օրենք, կարգ, արժանապատվություն։ Եթե ուզում ես փոխել պետությունը, պետք է ընտրես դոկ կուսակցությունը։ Քվեաթերթիկ համար 15